առաջիկա 5 տարվա ընթացքում ջրային խնդիրները լինելու են կառավարության 5 առաջնահերթություններից մեկը, որ հանրապետությունում չնայած մեծ ներդրումներին, այնուամենայնիվ ջրային խնդիրները շարունակում են մնալ շատ հրատապ, մեր ենթակառուցվածքների մաշվածությանը ավելանում է նաև կլիմայի փոփոխությունը եւ մենք այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնենք նախկին ասուլիսներից մեկի ժամանակ էլ ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ մենք Veolia ջուր ընկերության պոտենցիալ ամբողջ ծավալով չենք կարողացել օգտագործել եւ մենք պետք է այդ համագործակցությունը առավել արդյունքահենք դարձնենք եւ որպեսզի ջրային խնդիրները լուծենք, այդ թվում առաջնահերթ կարգով ապահովելով Երևանի, Գյումրիի եւ Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարումը եւ իհարկե մյուս բնակավայրերում էլ այդ խնդիրը հերթով լուծելով, ինչպես նաեւ ռոռոկման ջրի հասանելիությունը էականորեն բարձրացնելով եւ դա մեզ համար ռազմավարական ծրագիր է, ինչ վերաբերում է Կարս Ախալքալակ երկաթուղուն, նախկինում էլ այդ թեմայով խոսել ենք, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ այս պայն ժամկետների մասին խոսք դեռ չեմ կարող որևէ բան ասել, որովհետեւ բազմաթիվ տեխնիկական գնահատման աշխատանքներ կան։ Հիմա էլ մենք աշխատանքի ընթացքում տեխնիկական խնդիրներ ենք հայտնաբերում, որոնց մասին օրինակ մի ամիս առաջ չգիտենք, 2 ամիս առաջ չգիտենք եւ այդպես շարունակ, որովհետեւ չենք զբաղվել 40 եւ ավելի տարիներ, չէ, 40 մոտ 40 տարի չենք զբաղվել պատշաճ այդ ենթակառուցվածքով, պետք է հիմա գնահատենք կարիքներ եւ անցնենք գործի։